Դեռևս 2008-ին Հայլուրը պատմել էր Երևանի Նուբարաշենի 11-րդ դպրոցի ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից նույն կրթահամալիրի մի քանի աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի վերաբերյալ։ Հազանգի հետքերով նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքում քննչական մարմինները եզրակացրել են, որ աշակերտուհիները զրպարտել են ուսուցչին և դա արել են Մարիամ Սուխուդյանի դրդմամբ։ Հետագայում սակայն զրպարտության մեղադրանքը հերքվել է։ Ինչ նոր հանգամանքներ են ի հայտ եկել Սուխուդյանի նկատմամբ մեղադրանքը կասեցնելու և Լևոն Ավագյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Հայլուրի խնդրանքով պարզաբանում է Երևան քաղաքի դատախազը։ Մարիամ Սուխուդյանի դիմումի, նրա փաստաբանի բողոքի հիման վրա քրեական գործը ուսումնասիրվել էր Երևան քաղաքի դատախազությունում և պարզվել էր, որ նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ։ Այդ կապակցությամբ իմ կողմից ցուցում տրվեց քրեական գործի նախաքննությունը շարունակելու ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչների կողմից։ Մարիամ Սուխուդյանին ընդունել էր Հանրապետության գլխավոր դատախազը, որի հանձնարարությամբ գործը վերցվել է անմիջական հսկողության տակ և անմիջական հսկողությունը իրականացվել իմ կողմից։ Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել էր, որ իրոք Լևոն Ավագյանը անառակաբարո գործողություններ էր կատարել դպրոցի մի շարք աշակերտուհիների նկատմամբ և որ Սուխուդյանի կողմից որևէ զրպարտություն տեղի չէր ունեցել։ Հայլուրը հետաքրքրվել է նաև, թե ինչու է մեղադրող կողմը պահանջել 1.5 տարի ազատազրկում մեղադրյալի համար, երբ հոդվածով նախատեսված է 3 տարի։ Արդյոք գտնվել են մեղմացուցիչ հանգամանքներ հասարակական հնչեղություն ստացած այդ հանցագործության համար։ Հրեանական օրենսգրքի 142 հոդվածը, որը վերաբերում է անչափահասների նկատմամբ, կոնկրետ 16 տարին չլրացած անձանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելուն, առաջին մասի սանկցիան առավելագույնը 2 տարի ազատազրկում, երկրորդ մասի մինչև 3 տարի ազատազրկում։ Շատերը շփոթում են այդ հանցակազմը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանցակազմի հետ, սակայն դրանք միմյանցից տարբերվում են։ Տվյալ դեպքում դատապարտյալի արարքը դրսևորել է 16 տարին չլրացած աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ, սեքսուալ բնույթի գործողություններ չեն կատարվել։ Այդ իսկ պատճառով արարքը որակվել է 142 հոդվածով և դատարանի կողմից դատավճիռը կայացվել է այդ հոդվածով